Արդեն 15 տարի սեպտեմբերի 29-ը աշխարհասփյուռ եզդիների համար տոն է։ 2012-ին Արմավիրի մարզի Ակնալիջ գյուղում աշխարհի եզդիների հոգևոր բարձրագույն առաջնորդն օծեց Ռուսաստանաբնակ բարերար Միրզա Սլոյանի ընտանիքի միջոցներով կառուցված սրբատեղին Զիարատա Եզդիան։ Դրանից հետո սկսվեց եզդիների տաճարի շինարարությունը։ 2019-ի սեպտեմբերի 29-ին բացվեց Տաուսե Մալակի եւ 7 հրեշտակների տաճարը, իսկ հոգևոր առաջնորդ Միր Թասիմ Բեկն այդ օրը հռչակեց ուխտագնացության օր։ Այդ օրը աշխարհի տարբեր երկրներից ակնալիջ են գալիս բազմաթիվ եզդիներ։ Տոնական միջոցառմանը մասնակցում են նաև բարեկամ հայ ժողովրդի ներկայացուցիչներ։ Համայնքի պատվավոր հյուրը Գագիկ Ծառուկյանն է։ Հայերի եւ եզդիների եղբայրական դարավոր պատմությունը աշխարհի համար պետք է օրինակ լինի, ասում է Գագիկ Ծառուկյանը ու շնորհավորում բարեկամ ժողովրդին։ Հարգելի սիրելի եզդի ժողովուրդ, առաջին հերթին ուզում եմ իսրտե ձեր բոլորին ողջունել։ Հիացած եմ տեսնելով այս կառույցը ամեն ինչը։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք այսօր մասնակից լինելու այս գեղեցիկ միջոցառմանը։ Փառք ու պատիվ կառուցողին, Սլոյան Միրզային, որը կարողացել է իր ազգի համար, իր ժողովրդի համար տաճար կառուցել։ Իրեն հիշատակը թողվար լինի, եւ այսօր այդ գործի շարունակողը իմ ընկերը Սլոյան Ռոմանը շատ մեծ գործ է կատարած, որ ամբողջ աշխարհի եզդիները այսօրը տաճարի օր այստեղ են, ներկա են, շփվում են իրար հետ, կապ կա, միասնություն կա։ Հայերի եւ եզդիների ժողովրդական բարեկամական դարավոր պատմությունը սա պետք է աշխարհին ցուցանիշ լինի, որպես որ միասնական մարդիկ իրար ուսուսի տված եղբորպես կարողանում են ապրել, արարել, ստեղծել։ Երկու ժողովուրդների որդիները ուսուսի տված մի խրամատում պայքարել են, կռվել են հայրենի հողի համար։ Խրամատում կտոր հաց իրար հետ են կիսել։ Իրենց դժվարությունը, իրենց տխրությունը, ուրախությունը իրար հետ են կիսել։ Սա պետք է օրինակ ծառայի աշխարհին եւ այդ հարաբերությունը, բարեկամությունը դարեդար պետք է շարունակվի։ Տաուսե Մալակի եւ 7 հրեշտակների տաճարը Լալիշի սրբավայրից հետո եզդիական ամենախոշոր տաճարն է աշխարհում։ Եզդիներն իրենց ծիսակարգերը կատարում են այստեղ, օրհնություն ստանում սրբից։ Հրեշտակապետը Սիրամարգի տեսքով է պատկերված։ Մենք ծնվել ենք, մեծացել ենք Հայաստանում։ Երբ մենք գնացինք Ռուսաստան, իր մտքում կար միշտ սարքել մի հատ եզդիների համար տաճար։ Եվ այդ տաճարը կառուցեց իմ հայրիկի հոգու մեջ նոր բան առաջացավ, սարքել ավելի մեծը, որ կարողանա շատ ժողովուրդ գա ու այդ նպատակը իրականացավ։ Ամեն տարի սեպտեմբերի 29-ին մի մեծ հավաքույթ է, մի մեծ տոն է մեր ժողովրդի համար, ամբողջ աշխարհի տարբեր երկրներից, Սիրիայից, Իրաքից, Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Եվրոպայից գալիս են հազարավոր մարդիկ եւ այստեղ մի մեծ շքով տոն են կատարում, մեր հոգեվորական մեծ դասն է գալիս մեր շանգալից եւ իրանք էլ իրանց օրհնությամբ, ես էլ որպես հոգևոր, ես էլ եմ օրհնում բոլորին, թող Աստված անի այսպիսի տարիներ, ուրախ տարիներ շատ կանցկացնենք մեր Հայաստանի Հանրապետությունում։ Կարծեք թե բացվել է կամուրջ Հայաստանի Հանրապետությունում աշխարհասփյուռ եզդիության համար։ Եվ այստեղ սա խոսում է ոչ միայն մեր անցյալի ու ապագայի մասին, այլև այն հավերժության մասին, որ կերտվում է Հայաստանի Հանրապետությունում, որպես նշան, որ այստեղ կրոնի ազատությունը իսկապես գործում է, այստեղ հայ ժողովուրդը եւ եզդի ժողովուրդը միմյանց պարզապես չեն սիրում հարգում, այլ մեկտեղված են։ Այսօր նաև այստեղ այցելեց պարոն Ծառուկյանը, ինչի համար նաև շնորհակալ ենք։ Տոնական միջոցառումն ավարտվում է երկու պարով։ Ամեն տարի այս օրը հռչակված է եզդիական համայնքի միասնության ու համերաշխության օր, ինչը եւ արտացոլված է նրանց ազգային պարերում։